Որ դեպքում ձեր ֆիլմը պետական ֆինանսավորում չի ստանա։ Օրինակ, այն դեպքում, եթե կինոյի պետական հիմնադրամը համարի, որ ֆիլմը կարող է ազդել նայողների ենթագիտակցության վրա։ Վերջին օրերին Հայաստանի կինոգործիչները իրենց դժգոհությունն են հայտնում կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու կանոնակարգի շուրջ։ Կառավարության նախագծերի e-draft.am կայքի մեկնաբանությունների հատվածը եւ քվեարկության արդյունքները կարծես երկու տարբեր նախագծերի մասին լինեն։ Կինոգործիչները նշում են, որ պետական ֆինանսավորման մասին կանոնակարգը հակասում է կինոյի մասին օրենքին։ Մի կանոնակարգով, որտեղ որ կան օրենքի հետ հակասություններ, կազմակերպել մրցույթ, ցանկացած իրավական վիճակման դեպքում այդ ամբողջ կայացրած մրցույթը կարելի է չեղարկել, որտեղ այդ մրցույթը կազմակերպվել է մի կարգով, որը որ հակասում է օրենքին։ Ըստ պետական ֆինանսավորման կանոնակարգի խաղարկային, վավերագրական ու անիմացիոն նախագծերի հայտերի հաստատման նիստերը տեղի են ունենում իրարից առանձին, առանց անվանակարգերի բաշխվածության, այնուհետև ընտրվում է լավագույն նախագիծը։ Այնինչ կինոյի մասին օրենքը խոսում է կինոյի բոլոր ոլորտների համաչափ զարգացման մասին։ Պետական ֆինանսավորումը իրականացվում է ըստ ֆիլմի տարբեր կատեգորիաների համար կառավարության հաստատած սահմանաչափերի, ասվում է օրենքում։ Մեր կինոգործիչների հարցերին, թե այս կետերը ոնց ենք համապատասխանեցնելու, մեզ ուղղակի պատասխան է եկել, որ պետք եղած ժամանակ մենք կինոյի օրենքն էլ կփոխենք։ Այսինքն ինչպես ցանկանանք, այնպես էլ կանենք։ Պետական ֆինանսավորման մասին կանոնակարգում կան դժվար վերծանելի, երբեմն էլ կոռուպցիոն ռիսկեր պարունակող կետեր։ Օրինակ, նախագծի հայտը մերժվում է, եթե նախագծում օգտագործվում են թաքնված տեխնիկական մեթոդներ, այնպիսի տեղեկատվության տարածման համար, որոնք ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա կամ վնասակար ազդեցություն ունեն նրանց առողջության վրա։ Սա միայն մեկ օրինակ է։ Փոքր անհասկանալի է, թե կինոյի նախագիծ ինչպես կարող է ենթագիտակցության վրա ազդել, եւ երկրորդ դեպքում անհասկանալի է ինչու է նկարահանվում կինո, եթե մարդու վրա պիտի չունենա ազդեցություն։ Ինձ թվում է դա հերթական գործիքն է, որ պետք եղած դեպքում որևէ նախագիծ մերժվի։ Առաջին անգամ է, որ մրցույթը կազմակերպում է կինոյի հիմնադրամը։ Նախկինում այս գործառույթը իրականացնում էր ազգային կինոկենտրոն ՊՕԱԿ-ը, որն էլ վերածվել է կինոյի հիմնադրամի։ Նախկինում ֆիլմերի ընտրությունն անում էին կինովոլորտի փորձագետները։ Այժմ կինոյի հիմնադրամն ունի հոգաբարձուների խորհուրդ, որը կարող է միջամտել փորձագետների կայացրած որոշմանը։ Այսօր այս հիմնադրամի խորհրդի կազմում մեզ համար շատ գնահատելի եւ հարգարժան մարդիկ են, մենք չգիտենք այս տեղի ունեցող քաղաքական իրավիճակների մեջ, ապահովագրված չենք, որ վաղը այդ բարի նպատակները չեն օգտագործվի ուրիշ նպատակներով։ Եվ վերջապես, չնայած e-draft.am-ի մեկնաբանությունների հատվածում բազմաթիվ դժգոհություններին, 136 հոգի կողմ է քվեարկել նախագծին։ Հայաստան կինոյի ոլորտը այնքան փոքր է, որ անհնար է ուղղակի, չգիտեմ, 136 մարդ, ընդամենը 2 ժամում կարդա 20 էջից բաղկացած կանոնակարգ, չգիտեմ, հավելվածներ եւ այլն, ու մի անգամայն կողմ լինի։ Վերջին կես ժամվա ընթացքում մենք տեսանք, որ կողմեր քվեարկողների թիվը կտրուկ, այսինքն 30 րոպեում 3-ից դարձավ 140։ 69% կողմ, 31% դեմ ձայնով նախագիծը լրամշակման փուլում է։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ու կինոյի հիմնադրամից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Օրենսդիր մարմնից կինոգործիչները ստացել են ազդակներ, որ անհանգստանալու կարիք չկա եւ իրենք չեն թողնելու, որ կանոնակարգը ընդունվի։